Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մեր զրուցակիցն է ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի նախաձեռնող խմբի անդամ զբոսավար Կարինե Փանոսյանը։ Բարև ձեզ Տիկին Փանոսյան։ Բարև ձեզ։ Տիկին Փանոսյան, դեռևս Թամանյանը Կասկադով ցանկանում էր միմյանց կապել, միահյուսել քաղաքի հյուսիսային մասը կենտրոնական մասերի հետ։ Կասկադում կարծես թե միահյուսվում են բնությունը, մշակույթը եւ արվեստը։ Մեզ համար, երևանցիների համար, հայերի համար Կասկադ համալիրը հանդիսանում է Երևանի խորհրդանիշ, որ ներքևից նայում ես եւ այնտեղ վեր է խոյանում խոյակը մեր 2750-ամյակին նվիրված եւ այն կարծես հանդիսանում է ինչ-որ հոգեվոր առանցք, այնտեղ կա ինչ-որ մի առանձնահատուկ էներգետիկա։ Ինքը շատ առանցքային բան է, խորհրդանիշ է։ Հիմա ցանկանում են այն ինչ-որ ձևի ոչ հեղինակային նախագծով ցանկանում են ինչ-որ գործողություններ կատարել այնտեղ։ Խոսենք սրա մասին, ինչ կարծիք ունեք դրա մասին։ Հետո ես քանի որ դուք զբոսավար եք, բնականաբար նաև այնտեղ եք տանում զբոսաշրջիկներին, կխնդրեի միանգամից ես հարցեր տամ, կխնդրեի խոսեք թե ինչ տպավորություն են նրանք ստանում, դուք ինչպես եք ներկայացնում եւ արդյոք նրանք նույնպես զգում են այն էներգետիկան կամ ստանում են այն տպավորությունը, ինչ որ դա մեր հոգում է, մեր սրտում է։ Խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Կասկադը շատ կարևոր թեմա է, ոչ միայն ինձ համար անձնապես, այլ այն մարդկանց համար, որոնք պայքարում են կամ հոգ են տանում Երևանի Թամանյանական նախագծի համար։ Չմոռանանք, որ Երևանը պատահականորեն չհայտնվեց Թամանյանի ձեռքերում, եթե փոխաբերական իմաստով ներկայացնենք, Երևանը մի պատմական լանդշաֆտ է, որը հազարամյակներ շարունակ գոյություն է ունեցել իբրև բնակավայր, որովհետև Երևանի պատմությունը սկսվում է շատ ավելի շուտ, քան կառուցվել Էրեբունի ամրոցը, որովհետև մենք ժամանակակից Երևանի սահմաններում ունենք Շենգավիթի հնավայրը, որը ավելի քան 6000 տարվա մշակութային շերտ է իրենից ներկայացնում։ Երևանի տարածքում մարդը Երևան մեկ քարայրի հնագիտական արդյունքներից գիտենք ապրում է մոտավորապես 100,000 տարի համարյա եւ Երևանը այդ ամբողջ ժամանակահատվածում քանի դարից մինչ մեր օրեր մշտապես բնակեցված է եղել։ Սկզբում իբրև ուղղակի բնակավայր է նախամարդու կացարանների տեսքով, հետո առաջին քաղաքակրթության հետքերը հայտ եկան Շենգավիթի տեսքով, հետո արդեն Էրեբունի ամրոցի կառուցումը, բայց Երևանը այդ ամբողջ ընթացքում հազարամյակներ շարունակ իբրև բնակավայր գոյություն է ունեցել, այսինքն այնքան որքան հայկական լեռնաշխարհում հայ ժողովուրդը կառուցել է, ստեղծել է պետություն, երկիր, մշակույթ, Երևանը զուգահեռ զարգացել է եւ բնականաբար այն իր մեջ կրում է մեր մշակութային բոլոր շերտերը, որոնք հանդիպում ենք Հայաստանի տարբեր անկյուններում։ Ուստի այստեղ եւ պատմական տեսանկյունից դիտարկելիս եւ զբոսաշրջության տեսանկյունից դիտարկելիս եւ առհասարակ երևանցին մի տեսակ այն ինքնագնահատական ունի, չէ, ես երևանցի եմ, կարծես հպարտությամբ ենք ասում, դա օդից չի ծնվել, մենք ապրում ենք ենթագիտակցորեն մեր մեջ կրելով այն պատմական շերտերը, որոնց վրա ձևավորվել է մեր քաղաքը եւ բնականաբար, ինչպես բոլոր հին քաղաքները, Երևանը նույնպես ունի տարբեր խորհրդանիշեր։ Ընդհանրապես մարդկությունը իր պատմության ընթացքում ստեղծել է, ձևավորել է խորհրդանիշեր եւ եթե մենք հիշենք որևէ ազգի ժողովրդի, ասում ենք ճապոնացի միանգամից պատկերավոր հասկանում ենք ինչի մասին է խոսքը, ինչ տեսակի, մարդու կառուցվածքի, հագուստի, ճաշատեսակի, երաժշտության, չէ, ասում ենք իտալացի, նորից պատկերացնում ենք ճարտարապետությունը, երաժշտությունը, տարբեր սովորույթներ, այսինքն բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները եւ եթե առանձնացնենք ավելի մանրանանք մի պետության մեջ գտնվող տարբեր քաղաքներ, ամեն քաղաքի բնակիչն առանձնահատուկ կերպով ներկայացնում են սիմվոլներ, խորհրդանիշեր։ Եվ այս առումով շատ ճիշտ դիտարկեցիք, Կասկադը խորհրդանիշ է։ Կասկադը խորհրդանիշ է ոչ միայն զբոսաշրջության տեսանկյունից, ինչպես նշեցի, այլ առհասարակ մեր քաղաքի եւ մեր պետության կարևորագույն ճարտարապետական մշակութային հուշարձաններից մեկն է։ Երբ
մենք ուզում ենք ինչ-որ մեկին ներկայացնել Հայաստանը, բայց դրա համար ունենք 2 ժամ, ես տանում եմ Կասկադ։ Ինչու՞, որովհետև Կասկադում հենց այդ բազմաթիվ խորհրդանիշերի ամբողջությամբ մենք տեսնում ենք մեր անցած պատմական ու բոլոր ժամանակային փուլերը։ Սկսած վիշապաքարերի խորհրդանիշերը բնորոշող կառուցվածքներից հայկական երայնքնաձև խորշերն ենք տեսնում, բոլոր հարթակներում աջ կողմում բարձրացող աստիճանները մեր եկեղեցիների երկրորդ հարգնացող ավանդատները կամ հայտնի նորավանքի երկհարկանի բուրթելաշենի աստիճաններն են հիշեցնում եւ այսպես կարելի է բոլոր հարթակներում ինչ-որ բան հիշել ու ներկայացնել։ Եվ ինչպես Դավիթ Ստեփանյանը ասում, որ ձեր հյուրներ վերջերս ասում է Կասկադի մասին կարելի է մի ամբողջ գիտական աշխատանք գրել, այո, բոլոր հարթակներն առանցին մի ամբողջ զրույցի թեմա են եւ այնտեղ կա բանահյուսություն, այնտեղ կա առասպելաբանություն, այնտեղ կա ճարտարապետություն եւ ընդհանրապես ամեն ինչ ինչ վերաբերում է մշակույթին։ Ոստի սա խտացված հայ մշակույթի պատմության կերպարն է, ամբողջությունը։ Իսկ զբոսաշրջիկները ինչպես են ընկալում այն գերագույն հիացմունքով։ Ես դեռ չեմ տեսել որևէ զբոսաշրջիկի, թեև արդեն համարյա 10 տարի է ոլորտում աշխատում եմ, որը Կասկադը տեսնելուց հետո վեհության, հպարտության, հիացմունքի զգացողություն չունենա։ Անկախ ազգություն։ Ցանկացած ազգի ներկայացուցիչ։ Այնպիսի ոգևորությամբ, այնպիսի հոգեցունց ապրումներ են ունենում, երբեմն հուզվում են, արտասվում են եւ միայն մարդը ամեն օր շփվում է նրանց հետ, հասկանում է թե ինչպիսի ազդեցություն ունի մեր Կասկադը այդ օտար մարդկանց վրա։ Ի վերջո Կասկադն իր տեսակի մեջ աշխարհում եզակի է եւ նմանատիպ երկրորդ կառույց այլևս որևէ տեղում չկա։ Այո։ Հիմա որ ուզում են այն անավարտ մասը, որ ցավոք սրտի Ջիմ Թորոսյանը չկարողացան մեր մեծերը ավարտել, այդ մասը, եթե անեն այն ինչ որ իրենք ծրագրել են, դա կխաթարի այդ էներգետիկան։ Դա արդեն մեր Կասկադը, այն ինչ որ մենք ունենք, այն ինչ որ մենք զգում ենք Կասկադից, ես նույնիսկ որ sense աչքով պատկերացնում եմ, ես այդ էներգետիկան զգում եմ ու հանկարծ բերեն այնտեղ ինչ որ անկապ շինություններ կառուցեն, զվարճանքի վայրեր, տարբեր բաներ, դա ահավոր կլինի։ Ինձ թվում է մենք տեղից էլ անընդհատ մեզանից խլում են, հիմա եկել է այն պահը, որ էսել են ուզում խլեն։ Ինչ անենք, ոնց անենք, ոնց պայքարենք։ Նախ ասեմ, որ այն կառույցը, որը ներկայացված է հանրությանը իբրև հաղթող, որքան հասկացել եմ մասնագետների այդ զրույցից, մրցույթ որպես այդպիսին կամ ինչպես կարգն է, չի տեղի ունեցել։ Շատերի մոտ հարց է առաջանում, իսկ ինչ հեղինակային նախագծի մասին է խոսքը։ Նշեմ, որ նախնական նախագիծ, որը արվել է ժամանակին Ջիմ Թորոսյան, Գյուրզադյան, Ասլան Մխիթարյան եռյակի կողմից, նախագիծը եղել է, այսինքն խնդիրը թե ինչու է կիսատ մնացել, պայմանավորված է ընդամենը երկրում տեղի ունեցած դժբախտություններով, 88 թվականի երկրաշարժ, Արցախյան շարժում, խորհրդային պետության փլուզում, Արցախյան պատերազմը եւ Հայաստանում պարբերաբար կրկնվող տնտեսական ճգնաժամային իրավիճակները, որոնք բնականաբար հնարավորություն չտվեցին այն նախագիծը, որը արվել էր հեղինակների կողմից, հասցնել ավարտին։ Եվ այսօր մի կողմ դնել դա պատճառաբանելով, որ ժամանակները փոխվել են, որ պետք է արդիականացնել ներողություն, բայց ինչ արդիականացման մասին է խոսքը։ Մենք խոսում ենք մշակութային պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկում գտնվող պետական գանձի մասին։ Աշխարհում ցանկացած պետություն կերազեր Կասկադ ունենալ։ Դա բազմակողմանիորեն կիրառելի, ընդունելի արժեքավոր մի կառույց է, որտեղ մարդը անվճար քայլում է եւ քայլելով վայելում է պատմամշակութային միջավայրը, ժառանգությունը եւ կարեւոր չէ թե դա քանի տարեկան է։ Որևէ մեկի մտքով չի անցնի Կոլիզեյը ձևափոխել, արդիականացնել, որևէ մեկի մտքով չի անցնի եգիպտական բուրգերը արդիականացնել կամ չինական պարիսպը, չէ։
եթե կարողանում են վերականգնել նախնական տեսքով, դա անում են, եթե չեն կարողանում, ձեռք չեն տալիս, որովհետև այն, ինչը մշակութային արժեք է, կարևոր չի 10 տարեկան է, 50 տարեկան է, 1000 տարեկան է, մշակութային արժեք, այսինքն նա արժանացել է այդպիսին լինելու գնահատականին, հա, երբ օրինակ Վիկտոր Համբարձումյանը իր երիտասարդ տարիքում դարձավ գիտնական աշխարհահռչակ, նրա տարիքը հաշվի չէին առնում, հաշվի էին առնում նրա գիտելիքները, նրա ունակությունները իբրև այդ ոլորտում առաջատար մասնագետ եւ բնականաբար արդիականացման խնդիր այստեղ մենք չենք կարող ունենալ, որովհետեւ Կասկադը ոչ միայն տեսակով եզակի է առհասարակ աշխարհում, այլ նա լինելով եզակի առաջին հերթին դրանով պայմանավորված խիստ արդիական է։ Նա ավելի ժամանակակից Երևանու խնդիր չունի, որովհետև նա իր ժամանակից վաղուց առաջ է անցել եւ այն ինչը ժամանակից առաջ է, նա միշտ առաջ է մնալու։ Մենք այստեղ չենք խոսում ինչ որ երևույթի մասին, որը թրենդային էր եւ 2 տարի հետո դրա մոդան անցավ, հա, մենք այդպես կարող ենք հագուստի մասին խոսել կամ սանրվածքի կամ գրիմի կամ ինչ որ այլ բաների, բայց երբ մենք խոսում ենք նման որակի ճարտարապետության մասին, այստեղ արդիականացման խնդիր չի կարող լինել եւ երբ հասարակությանը փորձում են շփոթեցնել, մոլորեցնել, թե խորհրդային կառույցը այն պետք է արդիականացնել, ներողություն, ցույց տվեք ինձ խորհրդային որևէ խորհրդանիշ, որն արկա է Կասկադի կամ վերևում գտնվող պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանի հետ։ Այստեղ որևէ խորհրդային սիմվոլիզմ չկա, այսինքն մուրճը, մանգաղը, չգիտեմ, ամբողջությամբ միջնադարյան ազգային ճարտարապետությունից փոխարված ձևեր են, փոքր ու մեծ ձևեր են, զարդանախշեր են, քանդակներ են եւ այլն, տարբեր հուշարձաններից փոխարած ոգեշնչված, իսկ այդ տարբեր հուշարձանները ինչպես նշեցի արդեն դեռ բրոնզի դարից սկսած ուրարտական շրջան, Արարատյան թագավորություն։ Այո, մի խոսքով այստեղ խորհրդային ոչինչ չկա եւ արդիականացման խնդիր չկա։ Իհարկե։ Եվ այն ինչը արվելու է, ինչը նախատեսված է որ արվի, դա շատ վտանգավոր է, որովհետեւ մեզ անընդհատ կտրում են, ինչպես դուք ասացիք, մեզնից խլում են, մեզ կտրում են մեր խորհրդանիշերից։ Արարատը մերը չի, կարևոր չի որ մի քանի հազար տարի այն մեր խորհրդանիշն է եղել, ուրեմն Արարատ պետք է չսրբացնել, պետք է Արագածը սրբացնել, ներողություն այս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունից հետո ես չեմ ճանաչում որևէ մարդու, որը Արարատին նայելիս հիացմունք չունենա, այսինքն դա գենետիկ բնազդային ինչ-որ բան է, հա, դա պարտադրված, մենք պարտադրված չենք կարող ասել, լավ Արարատը սիրուն չի, եկեք Արագածին նայենք, այդպես չի լինի։ Երկուսն էլ սիրուն են։ Չէ, խոսքը Արարատի մասին է խորհրդանիշ։ Նույնն էլ այս պարագայում եւ միշտ համեմատության համար ասում եմ, պատկերացրեք ձեր երեխան ծնվում է եւ նրա գլուխը կտրում են կենթանու գլուխ են դնում, որովհետեւ իրենք շատ են սիրում, ենթադրենք եղնիկ, ասում են իմ երեխան պետք է եղնիկի պես սիրուն լինի, բայց երեխան եղնիկի պես չի ծնվել, կարելի է գլուխը կտրել ու եղնիկի գլուխ դնել։ Կարող եք այդպես անել, իհարկե չենք կարող։ Այս պարագայում մենք ինչ ենք որոշել, որ մեծանուն ճարտարապետների գործը կարելի է գլխատել եւ փոխարենը այլ ընդ որում ոչ համարժեք որակավորում ունեցող հեղինակի աշխատանք դնել։ Ինչու եմ այսպես վստահացնում, որովհետեւ հաստատ այն ճարտարապետը, որի անունը որևէ կերպ երևի հոգեբանական դիմադրություն է ինձ մոտ մտապահել չեմ կարողանում, ինչու այդ մարդու մենք չենք կարող նույն սանդղակի վրա դնել Ջին Թորոսյանի հետ, հա? Ինչ եմ նշում Ջին Թորոսյանի անունը, որովհետեւ նա ամենաբարձր տիտղոսն ուներ այս եռյակից, ուստի բնականաբար սա ընդունելի տարբերակ չի նաև հեղինակավոր ճարտարապետ նշելու տեսանկյունից։ Ինչ անելու մասով պետք է պայքարել ոչ թե տանը նստած ընկերական զրույցի ժամանակ, այլ այս պահին մենք նախաձեռնել ենք ստորագրահավաք, հատկապես մեզ համար կարևոր է, որ արվեստի մշակույթի ոլորտի մարդիկ մեզ միանան, ներգրավեն այս գործին, որովհետև շատ կարևոր է, որ հեղինակություն ունեցող այս մարդիկ կարծիք ներկայացնեն այն մասին, որ իրենք համաձայն չեն, որ Կասկադը գլխատվի։ Եվ այս պահին մեզ համար շատ կարևոր է, որ միանան մշակույթի ոլորտի եւ նաեւ ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Առայժմ սա, հետո կտեսնենք ինչ է հնարավոր անել, բայց պետք է պայքարել, պետք է դիմադրել եւ պետք է ըմբոստանալ այս որոշման դեմ, որովհետեւ դա կդառնա Երևանի գլխատման վերջին կետերից մեկը։
Եթե մենք կասկադը, եթե մենք Թամանյանի նախագիծը նայում ենք ներքևից վերև հրապարակից դեպի կասկադը կարծես Երևանի թագը լինի։ Եվ այս թագը ադամաններից փորձում ենք փոկել եւ դրանց փոխարեն ինչ որ գունավոր պլաստիկից զարդեր խցկել, հա, այդպես չի լինում։ Եվ ի վերջո կասկադը հանրության համար է ստեղծվել, մարդկանց, ժողովրդի, քաղաքացիների, երևանցիների եւ հյուրերի համար է ստեղծվել, որպես ազատ գոտի, որտեղ մարդը կքայլի, կզգա այն, ինչպես ասում եք, էներգետիկ դաշտ, այն զգայական բարձր ռիթմեր առաջացնող հուզականությունը, ինչը ցանկացել են ներդրել են այն հեղինակները, որոնք ուզում են Երևանին ամբողջական տեսք տալ։ Եվ այդ կոմերցիոն հարթակները ստեղծելով, բնականաբար կասկադը նաև իր հումանիստական արժեքն է կորցնում, որովհետև արդեն անվճար գոտին, որը մարդկանց վայելքի, ժամանցի եւ սիրո մասին էր, դառնում է արդեն վճարովի ինչ որ այդ հարթակը, հա, որտեղ խանութներ են լինելու, որտեղ ինչ որ համերգասրահ է լինելու, իդեպ մենք բացարձակապես չունենք համերգասրահների պակաս, ընդհանրապես կարելի է հները նորոգել եւ նոր բաներով կասկադի արժեքը չորակազրկել։ Շնորհակալություն։ Հետո բացի այդ, երբ որ զբոսաշրջիկը թեկուզ գալիս է, նա ուզում է տեսնել ինչ որ ազգային դեմք, ազգային կոլորիտ, ազգային էներգետիկան զգա, ոչ թե ինչ որ այն ոնց որ ինչ արեցին, հիմա հրապարակում առաջ որ կանգնում էր, նայում էր հրապարակ ինչ որ բարձրակային հերո էին։ Իսկ հիմա նայում ես այնքան մոտիկ են սարքել այդ բարձրահարկերը ու անճաշակ ձևով, որ խաթարվում է այն տեսանելիությունը, այն համալիրը, որ կա, այդ բարձրահարկերը խանգարում են։ Այո, իրանք վնասում են։ Հրապարակի հետ այդ արեցին։ Այդ բարձրահարկերը այնքան հեռու պետքա կառուցեին, որ նայելիս ինքը հավասարվեր ուղղակի մեր այդ հրապարակի այդ համալիրի շենքերի բարձրությանը։ Մայր Հայաստան արձանը, եթե դիտեք Մաշտոցի պողոտայի սկզբից, Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքից, նրան հավասար 4 ահռելի շենք է կանգնած, այսինքն այստեղ մենք խորհրդանշի կորուստ ունենք։ Եվ բոլոր առումներով, որ անկյունում նայում ես, այո, զբոսաշրջության տեսանկյունից գիտեք, կարևոր է հիշենք, որ զբոսաշրջությունը ինքնուրույն ինչ որ բիզնես ուղղություն չի, հա, երբ մարդիկ հաճախ են, իսկ ինչու պետք է տուրիստի համար լավ լինի, ոչ մեզ համար։ Մենք չգիտեմ ինչու ենք ամեն ինչի հետ հաշտվում, բայց տուրիստի աչքին ավելի սուր է զարկում այն, ինչը մեր համար արդեն սովորական է, որովհետև մենք հանդուրժել եւ ընդունել ենք։ Իսկ զբոսաշրջության տեսանկյունից, այո, Երևանը պետք է դիմագիծ ունենա։ Երևանը անգամ ուրվագիծ չունի վաղուց արդեն, հա։ Եթե մենք հիշենք աշխարհի տարբեր քաղաքներ, որոնք իրենց ուրվագիծ ունեն եւ կարելի է այդ ուրվագիծը նայելով հասկանալ, Լոնդոնն է, Փարիզն է, Տոկիոն է, Նյու Յորքը, Հռոմը, Երևանը ուրվագիծ չունի։ Մենք Երևանը, եթե փորձենք ուրվագիծ տալ, այսպես ինչ որ խառնճաղանճ բան է ստացվելու, այսինքն բոլոր առումներով Երևանը արդեն ուժել է, ոչնչացվել է կերպարը թամանյանական, որը ստեղծվել է մի քանի 100 տարի անընդմեջ պատերազմների արդյունքում անընդհատ փշրվող, մոխրացող, փոշիացող բնակավայրի ավերակների վրա։ Շնորհակալություն Տիկին Փալուսյան, մեր դիտողներին ինչ որ կտակ, ինչ կառաջարկեք, ինչ անեն։ Խորհուրդ կտամ անպայման կասկադայցելերիս ուշադիր լինեն այն բոլոր խորհրդանիշերին, որոնք արված են զարդաքանդակներին, բոլոր հարթակներին, փորձեն հիշել որտեղ ինչ են տեսել եւ փորձեն հասկանալ, փորձեն կապել իրենց զգացողությունները տարբեր հուշարձանների հետ։ Դա սարսափելի մեծացնելու է սերը ոչ միայն կասկադի, այլ առհասարակ մեր ընդհանրապես մեր ազգային ճարտարապետության հանդեպ։ Եվ խորհուրդ կտամ մեր հեղինակային խմբի էջին հետևել պաշտպանություն կասկադի հեղինակային նախագծի, որտեղ մենք պարբերաբար տեղեկացնում ենք այն խնդիրների մասին, որոնք կապված են կասկադի հետ, վերլուծություններ ենք ներկայացնում կասկադի հետ կապված, եւ եթե կունենան հարցեր, սիրով պատրաստ ենք պատասխանել եւ հուսանք, որ ինչ որ բարի ուժ կօգնի եւ այդ չարաբաստիկ կառույցը չի խցկվի պետականության խորհրդանիշեր հանդիսացող երկու հուշարձանների արանքում։ Սիրելի հայրենակիցներ, սիրեք, փայփայեք մեր Երևանը, ինչքան դուք սիրեք, ինչքան խնայեք, ինչքան պայքարեք Երևանի համար, նա այնքան ավելի բարձր կլինի, ավելի մեծ էներգետիկայով ձեզ կօգնի։
Շնորհակալություն, ցտեսություն։